Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե չնայած ամերիկացիները նշանակալի առաջընթաց են արձանագրել մեքսիկական ծովածոցում նավթահորի պայթյունի պատճառած նավթի արտահոսը մաքրելու գործում, այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս ավարտված չեն։ Պարոն Օբաման այդ հայտարարությունն արել է նավթահորի պայթյունի տարելիցի նշման ժամանակ։ Վթարի հետևանքով զոհվել էր 11 մարդ, իսկ նավթի արտահոսը, որը շարունակվել էր 85 օր, նկատվում է վատթարագույնը ամերիկյան պատմության մեջ։ Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած դեպքերը, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում տարածված խռովությունները եւ Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին, որոշ ներդրողների դրդել են առավել ապահով ներդրումներ կատարելու, ինչի արդյունքում ոսկու սպառումները հետզհետե մեծացել են։ Ոսկու ունցիան $1500 գինը կրկին բարձրացավ երկուշաբթի, երբ Standard & Poor's ֆինանսական ընկերությունը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների տնտեսության ցուցանիշը կայունից անցել է բացասականի։ Քրդական կուսակցության պաշտոնյա Սելահադին Դեմիրտասը հայտարարել է, թե ոստիկանությունը կրակ է բացել քուրդ ցուցարարների վրա Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում։ Նա ասել է, թե զոհվել է մեկ եւ վիրավորվել մի քանի անձ։ Դեմիրտասը Թուրքիայի Անատոլիա լրատվական գործակալությանը հայտնել է, թե ցուցարարները Բիսմիլում բողոքել են հունիսի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 12 թեկնածուների մասնակցությունը արգելելու իշխանությունների որոշման դեմ։ Այդ թեկնածուներից 7-ը քրդական խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության անդամներ են։ Ականատեսների վկայությամբ ոստիկանությունը կրակ է բացել, երբ ցուցարարները տնային պատրաստության ռումբեր են նետել անվտանգության ուժերի վրա։ Սիրիայի կառավարությունը վավերացրել է մի օրինագիծ, որը վերացնում է 50-ամյա արտակարգ իրավիճակը ցուցարարների հիմնական պահանջը բավարարելու նպատակով, սակայն միաժամանակ սպառնում է խիստ ճնշամիջոցներ կիրառել ցուցարարների դեմ, եթե խռովությունները չդադարեն։ Երեքշաբթի օրվա դեպքերից հետո Սիրիայում մարդու իրավունքների մի խումբ հայտարարել է, թե իշխանությունները ընդդիմադիր շարժման հայտնի գործիչներից մեկին են ձերբակալել Հոմզում, որը բողոքի ցույցերի ամենամեծ կենտրոններից մեկն է։